Տեղահանությունից մոտ 2.5 տարի անց Ախնազարյանները սեփական բնակարանն ունեն, մինչև այդ ապրել են Վարդենիսում, Լճաշենում, Արմավիրի խորոնք գյուղում, որպեսզի փոքրիկները ֆուտբոլի պարի գնան, տեղափոխվել են Երևան, մշտական բնակության համար նախընտրել Էջմիածինը, ասում են ծննդավայրի նման ձգողություն ուներ։ Հարմար էր մեզ։ Բացի դրանից գործի պահովել էլի հեշտ է գործի գնալ գալը, այդքան հեռու չի գործի տեղից։ Մի խոսքով ամեն ձևեր ստեղ հարմարություն ենք գտել։ Ճիշտ է, շատ երկար փնտրեցինք, դժվար գտանք, բայց գտանք։ Բարեբախտաբար շատ լավ մարդ պատահեց, մեր տանտերը հարմար գներով տվեց։ 7 հոգանոց ընտանիքը օգտվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից։ Ընտանիքը նախ Հայաստանի քաղաքացիություն է ձեռք բերել։ Յուրաքանչյուր անդամի հաշվով պետությունը տրամադրել է 4 միլիոն դրամ։ Ամանորի պատրաստություններին զուգահեռ նորոգում են տունը։ Մեր սերտիֆիկատի գումարով կարողացանք այս բնակարանը ձեռք բերենք, ու մեզ եղավ նաև դրական մնացորդ կահույքի համար։ Մենք ձեռք ենք բերել կահույքը սոցիալի ծրագրով, հիմա դեռ չեն բերել, բայց շուտով կբերեն։ Մենք մենակ այս նորոգման համար ենք ֆինանսավորել, դրել ենք մի քիչ, որ ավելի հարմար լինի տունը երեխաների համար։ Ծրագրին դիմելիությունը կտրուկ աճել է, փաստում է սոցիալական գերատեսչության ներկայացուցիչ Գայանե Ղարագյոզյանը։ 4066 ընտանիք ստացել է հավաստագիր, 1768-ը իրացվել են, 1476-ը ձեռք է բերել անշարժ գույք, 13-ը օգտվել են կառուցապատման բաղադրիչից, եւս 154-ը դիմել են գործող հիպոթեկային վարկի մարման աջակցության համար։ Առաջատարը կոտայքն է, եւ սա էապես նկատվեց այս փոփոխությունը, երբ մենք կոտայքի որոշ խոշորացված համայնքներ աջակցության չափը ավելացրեցինք 3-ից դարձնելով 4 միլիոն դրամ, դա Հրազդան, Շարենցավան եւ որոշմամբ հաստատված այլ բնակավայրերն են, եւ սա էապես ազդեց, որպեսզի մեզ մոտ կոտայքի ցուցանիշը բարձրանա։ Այնուհետ Արմավիրը, Երևանը եւ Լոռին են, մյուս մարզերում եւս ունենք վիճակագրություն, այսինքն չունենք այնպիսի մարզ, որտեղ չունենանք հավաստագրով իրացված հավաստագիր։ Հաշվի առնելով քաղաքացիության համար դիմաց անձանց թիվը, ակնկալվում է, որ առաջիկայում բնակապահովման ծրագրից օգտվողների թիվը էապես կաճի։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը ստացել է ավելի քան 25000 դիմում։ 18500 անձի նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն։ Վերջերս ազգային ժողովում նույնիսկ եղավ խոսակցություն հարց ու պատասխանի ձևաչափով, որ կան մերժումներ եւ խոսքն այն մասներ, թե ինչու են մերժվում տեղանված անձանց դիմումները։ Ես նշեմ, որ գեթ 1 մերժում չի եղել, այսինքն այս տարբերությունը թվերի զուտ այն մասին է, որ դիմումների մի մասը մոտ 7600-800 դիմում այս բային քննման փուլում է։ Ժամկետների իմաստով մի փոքր ծանրաբեռնված ենք։ Եթե նախկինում կարողանում ենք 1.5 ամսում քաղաքացիությունը ապահովել, ապա հիմա ցկվում է մոտարապես մինչև 3 ամիս, բայց այնուամենայնիվ 4.5 ամիս է ստանդարտ ժամկետը եւ մենք ստանդարտ վարչարությունից գալիորեն ավելի արագ ենք իրականացնում եւ եւս 8500 անչափահաս անձնագրավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչի խոսքով հիմնական դժգոհությունները վերաբերում են այդ ժամկետներին եւ տանգներին։ 513 շահառու կա, որոնք ունեն դրական մնացորդ եւ այս թիվը շատ կարեւոր է այն առումով, որ այն դժգոհությունները, որ աջակցությունը չի բավականացնում, այս թիվը ակնհայտ է, որ ունենք ընտանիքներ, ու մոտ աջակցությունից ավելին է եւ 513-ը փոքր թիվ չի։ 513 շահառուից 247-ը ստացել են վերանորոգման վարկ, 281-ը դրական մնացորդով ձեռք են բերել կահույք եւ կենցաղային տեխնիկա, որոնց համար աջակցությունը միանվագ է։ Խանութից ներկայացված հաշիվ ապրանքագրի հիման վրա գումարը փոխանցվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։ 433 միլիոն դրամ միանվագ ուղղվել է կահույքի ձեռքբերմանը։ Ամփոփելով բնակապահովման ծրագրի արդյունքները, Ղարագյոզյանը նշում է, տեղահանված 10 հայրենակիցներ դրական մնացորդով ձեռք են բերել գյուղնշանակության հող։ Եթե խոսենք ընտանիքների կազմի մասին, քանի որ այստեղ եւս ունենք դժգոհություն, որ փոքր կազմով ընտանիքները չեն կարողանում իրացնել հավաստագիրը, ես պետք է նշեմ, որ մենք ունենք 61 ընտանիք 1 անձով, ունենք 129 ընտանիք 2 անձով եւ 179 ընտանիք 3 անձով, ովքեր իրացրել են հավաստագիրը եւ նրանց մեծ մասը առանց հավելյալ վարկավորման։ Այսինքն 100% սուբսիդավորմամբ տեղահանված այն անձինք, ովքեր 2025-ի հուլիսի 1-ի դրությամբ ունեին առանց հավաստագրի ձևակերպված գործող հիպոթեկային վարկեր, նրանց եւս աջակցություն է տրվում 1 անձի հաշվով 2 կամ 3 միլիոն դրամ, կախված նրանից, թե երբ է ձևակերպվել վարկը։ Գայանե Ղարագյոզյանը հիշեցնում է ծրագրի պայմանները։ Երբ ընտանիքին հասանելիք գումարը, որը հաշվարկվում է
տվյալ բնակավայրի սահմանաչափ, այսինքն 3, 4 կամ 5 միլիոն դրամ, բազմապատկած ընտանիքի անդամների թվով։ Եթե անշարժ գույքի ձեռքբերման արժեքը, այսինքն հիպոթեկային վարկի չափը պակաս է այդ գումարից, ապա տարբերությունը դառնում է դրական մնացորդ, որը շահառուն 3 ուղղությամբ է օգտագործում։ Վերանորոգման վարկի կարող է ուղղել մինչև 4 միլիոն դրամ, որը ընտանիքի 6-րդ անդամից հաշված ավելացվում է 800,000 դրամով, բայց ոչ ավել քան 8 միլիոն դրամ։ Կարող է կենցաղային տեխնիկա եւ կահույք ձեռք բերել մինչև 2 միլիոն դրամ, որը կրկին 6-րդ անդամից հաշված ավելացվում է 400,000 դրամով, բայց ոչ ավել քան ընդհանուր 4 միլիոն դրամը, եւ մինչև 5 միլիոն դրամ կարող են ուղղել գյուղնշանակության հողամասի ձեռքբերմանը։ Այս ծրագրի համատեքստում հանրային քննարկման է ներկայացված նախագիծ, որով նախատեսվող փոփոխությունը եւս Ղարագյուզյանը կարեւոր է համարում։ Այս պահին 25 եւ 26 թվականին ծնված երեխաներին ծրագրում դիտարկում ենք որպես շահառու, եթե ընտանիքը դիմում է մինչև 25 թվականի դեկտեմբերի 31-ը, բայց այս պահին հանրային քննարկման ներկայացված նախագծով, որն առաջիկայում կհաստատվի, այդ պայմանը դուրս է գալիս, այսինքն անկախ նրանից ընտանիքը երբ կդիմի եւ երբ կստանա հավաստագիրը, 25 եւ 26 թվականին ծնված երեխաները կհամարվեն ծրագրի շահառու։ Ակտիվությունն այս պահին Ղարագյուզյանը պայմանավորում է ծրագրում հուլիսին կատարված փոփոխություններով, երբ այն բացվեց թիրախային բոլոր խմբերի համար։ Առաջիկա 5 տարիներին ակնկալվում է, որ բնակարանով կապահովվի 10,000 ընտանիք։ Դժվարությամբ, բայց Հաղնազարյանները կփորձեն հարմարվել նոր պայմաններին։ Ճիշտ ասած, նպատակներ, ինչ որ հետագայի համար բան չէինք կարողանում պլանավորել, որովհետև չգիտեինք մեր վաղվա օրը ինչ կլինի, բայց հիմա արդեն որ բնակարան ունենք, արդեն կամաց-կամաց սկսում ենք մտածել մեր ապագայի, երեխաներին լավ ապագա ստեղծելու համար։ Նորից պիտի զոհից հաղ ստեղծենք, ոչինչ կհարմարվենք, կհամակերպենք այդ մտքի հետ ու կշարունակենք ստեղծել մեր ապագան։ Մեր երեխեքի համար։ Կմնանք ապրեն այստեղ։ Ցանկությունն է, որ նոր տարում որքան հնարավոր է տեղահանված շատ ընտանիքներ այս ծրագրով տանիք ձեռք բերեն։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, Արման Թովմասյան, Մուշեղ Մանվելյան, Կիրակնորյալ լուրեր։